Օրինակ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, այդներ, որ երկինս ես, սուրբ երեցի անունքով, եկես սրատկայություն քո, երեցին կամքով, որպես երկինս եւ երկրի, այս հաց մեր հանապազոտ, տուր մեր այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյալ մեզի չարեք, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, զգործը սերած մերոց ուղի ғարայի մեզ Տեր եւ զգործը սերած մերոց հաջողյա մեզ ամեն։ Նախ եւ առաջ փառք եւ գոհություն Աստծուն եւ նաեւ շնորհակալություն Իսահակյանի անվան գրադարանի տնօրինությանը եւ հատկապես Տիկին Մարիցային այս բարեպատի առիթը ընձեռելու համար, որ մենք պիտի հավաքվենք այստեղ եւ խոսենք Սուրբ Գրքից եւ Սուրբ Գիրքը փորձենք հասկանալ այսօրվա ժամանակակից մարդու աչքերով։ Մինչ այդ կուզեի մի փոքր ներկայանալ, որպեսզի բոլորդ ինձ ճանաչեք։ Ես Հայրվիրապ Սարգսյանն եմ։ Ծնվել եմ Արարատի մարզում Խորվիրապ համայնքում, որից էլ նաև խորհրդանշաբար իմ անունը ստացա որպես Վիրապ։ Գևորգյան ճեմարան եմ ընդունվել 2014-ին, ավարտել 2020-ին, 1 կիսամյակ ուսումնական տարվա դասավանդել եմ Գևորգյան ճեմարանում, եկեղեցական պատմագրություն եւ քրիստոնեական առարկաներ, որի ավարտին 2021 թվականի հունվարին մեկնել եմ ՀՀ զինված ուժեր հոգևոր ծառայության։ Ծառայել եմ այնտեղ շուրջ 4 տարի, թվականի աշնանը հոկտեմբերին վերադարձել եմ Մայրաթոր, նոյեմբերին ձեռնադրվել եմ որպես կուսակրոն քահանա։ Իմ մասին այսքանը, հարց ու պատասխանին արդեն յուրաքանչյուրի հետ էլ առիթ կունենանք շփվելու, այստեղ կան ինձ ծանոթ մարդիկ եւ որոնք էլ որ ծանոթ չեն, այն մարդիկ ովքեր որ ծանոթ չեն ինձ, ըստաբար կճանաչենք իրար։ Սիրելիներ, երբ ստացա Տիկին Մարիցայից զանգ, ինձ համար նախ եւ պարտավորեցնող էր, թե ինչ պիտի խոսեմ, որպեսզի եւ իմացա, որ երկար տարիների պատմություն ունի այստեղ այս գրադարանում Աստծո խոսքի քարոզչությունը։ Ինձ համար մի նպատակ դարձավ, որ ըստ ամենայնի պատրաստված ներկայանամ եւ ըստ ամենայնի հասցեական ներկայանամ յուրաքանչյուրիս համար մանավանդ այս իրավիճակում այս ժամանակաշրջանում կարևորագույն հարցեր իրար հետ քննարկելու եւ տեսնելու թե Աստված ինչպես է տեսնում այդ հարցերի լուծումները։ Եվ այդ ընթացքին այդ պրպտումների մեջ հատկապես ինձ համար որպես նորաոց հոգեվորական, որպես նոր իր քարոզչական ճանապարհը սկսող Սուրբ Գրքի մասին խոսող հոգեվորական մի շատ կենտրոնական թեմա կա, որ ամեն օրվա համար Աստուծո Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը մեզ փոխանցում է։ Դա չվախենալու մասին է։ Այն մարդիկ, այն արարածները Աստծո արարչագործության այն թագու պսակները մարդիկ, ովքեր որ իրապես ճանաչել են Քրիստոսին, իրապես իրենց մեջ ընդունել են Քրիստոսին, կարծեք թե ոչինչից պիտի չվախենան։ Բայց եթե զուտ վերադառնանք մարդկային աչքերով նայենք, քրիստոնեական աչքերով չնայենք մեր կյանքին եւ կենցաղավարությանը, ինչ պիտի տեսնենք, որ վախի ապրումը եւ վախով ուղեկցվող ընթացքը մեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար է։ Մենք վախենում ենք տարաբնույթ իրավիճակներից, որ հիմա ամպրոպի պատճառով շատ արդիական եւ շատ այսպես հասարակ օրինակ բերեմ, պիտի լուսերը տանեն, անջատվի էլեկտրականությունը եւ մենք չկարողանանք ուղղակի մթության մեջ պիտի խոսենք, չտեսնենք իրար դեմքեր, միմիկաներ չհասկանանք։ Սա շատ առօրյական մարդկային վախ է։ Բայց սրան զուգահեռ քրիստոնյայի համար մեծագույն երկյուղը պիտի ոչ թե լինի այս առօրյական, ընթացքային եւ մարդկային կյանքը փոթորկող վախերը, այլ մի շատ կարեւոր եւ սրբազան երկյուղ պիտի լինի, որովհետեւ իրապես եթե մենք անդրադառնանք սիրելիներ, փիլիսոփայական տեսանկյունից, աստվածաբանական տեսանկյունից վախի ապրման փուլեր գոյություն ունեն։ Վախ, որը կարող է մարդուն ներշնչել սարսափ։ Վախ, որը մարդուն կարող է ներշնչել երկյուղացություն։ Այս երկու վախի տեսակները մեկ ընդհանուր տանիքի տակ եթե դնենք, ասենք որ սա վախ է, գրեթե ոչինչ չպիտի ասենք։ Որովհետև Աստուծո հանդեպ տածած վախը չպիտի ուղեկցվի սարսափով, այլ պիտի ուղեկցվի երկյուղացությամբ։ Իսկ ինչ է երկյուղացությունը։ Երկյուղացությունը, սիրելիներ,
այն վախն է, որ դու զգում ես քեզ ամենահարազատ մարդու նկատմամբ։ Մայրիկը եւ հայրիկը, երբ որ մեզ վրա բարկանում են մեր արած սխալների համար, իրենց բարկության մեջ կա երկյուղացություն եւ մեր սրբազան հայրերն են իապես մեր հոգեվոր ժառանգության ճանապարհորդության մեջ, եթե կարդանք մեր հայրերի թողած ժառանգությունը, այնտեղ խոսում են սրբազան բարկության մասին։ Հիշեք Ավետարանում Քրիստոսի եւ Սուրբ Կույս Աստվածածնի երկխոսությունը, երբ 12 տարեկան Հիսուս Քրիստոս հայտնվել էր սինագոգում քարոզչությանը եւ նստած էր վարդապետների, քարոզիչների հետ, խոսում էր Աստծո արքայության մասին, ինչ է Ավետարանչը, Ղուկաս Ավետարանչը մեզ փոխանցում է, ասում է, որ իր ծնողները իրեն երկար ժամանակ փնտրել էին, օրեր շարունակ, 3 օր փնտրել էին եւ չեն գտնում եւ վախենում էին։ Սա բնական վախի դրսևորում է, չէ՞, մոր իր զավակի հանդեպ։ Եվ երբ որ հայտնվեցին եւ տեսան Քրիստոսին, Մարիամ Աստվածածինը ասաց, որ ուր է, չգիտեր, ես եւ հայրդ քեզ էինք փնտրում։ Իսկ Քրիստոս բարկացավ Աստվածածնի վրա։ Չգիտես, որ ես եմ որը ստանում եմ։ Չգիտես, որ որը ստանում մեջ եմ, այո։ Աստվածածնի վախը դրդեց Քրիստոսի սրբազան բարկությանը։ Աստուծո բարկությունը մեզ վրա անդրադարձող սիրելիներ, սրբազան բարկությունը։ Եվ հենց այս բարկության հանդեպ պիտի ունենալ երկյուղացություն, ոչ թե սարսափ, որպեսզի մեր մեջ մեր հետաքրքրությունը արթնանա եւ կարողանանք զսպել մեր մեջ մեր մարդկային տկարությունները, որպեսզի չարթնացնենք Աստուծո բարկությունը, բայց հատկանշական է, որ սրբազան բարկությունը։ Այսօրվա համար սիրելիներ, ես տարաբնույթ աստվածաշնչյան համարներ էի առանձնացրել, որ պիտի խոսեմ, բայց սրանցից յուրաքանչյուրի կենտրոնական գաղափարը վախի եւ երկյուղի եւ Աստծո հանդեպ հատկապես ունեցած վախի դրսևորումն է։ Որովհետեւ Քրիստոսի ապրած ժամանակաշրջանում եւ մեր ապրած ժամանակաշրջանում կարծեք թե մեծ չէ տարբերությունը։ Մարդիկ ինձանից սկսյալ շատ անգամներ չեն գիտակցում, որ մենք սարսափազդու կերպով ենք մոտենում Աստծո հանդեպ ունեցած մեր հարաբերությանը։ Մենք մտածում ենք, որ մեր արարքների համար Աստված պիտի մեզ արժանացնի հավիտենական տանջանքների։ Եվ այսպես շատ քարոզում են իրապես։ Աստուծո իրական սիրո մասին գաղափար չունեցող շատ մարդիկ այդպես քարոզում են։ Բայց քրիստոնեությունը ոչ թե դատապարտության մասին է, ոչ թե Աստծո անսահման բարկության, մարդուն կորստյան մատնող բարկության մասին է, այլ քրիստոնեությունը մարդուն փրկության տանող ճանապարհ է։ Եվ Աստծո մարդեղացման նպատակը մարդուն դեպի Աստված տանելն է, այսինքն այն ճանապարհը, որտեղից որ մարդը զրկվեց մեղքի պատճառով, վերստին գտնելու հնարավորություն ուներ։ Ուստի մարդիկ իրապես չէին հասկանում, չէին ճանաչում որովհետև։ Եվ այսօր էլ մենք շատերս չենք ճանաչում Աստծուն, դրա համար վախենում ենք։ Մեզ անգամ մեր ժողովրդական մտածելակերպում, մեր դաստիարակության մեջ, երբ որ մենք երեխային դաստիարակում ենք, մենք Աստված պապիկը կպատժի քեզ։ Բայց մենք չենք ասում, որ Աստված քեզ սիրում է առաջին հերթին։ Որովհետև մենք ինքներս չենք ճանաչում եւ մեր զավակներին էլ դրդում ենք Աստծուն չճանաչելու։ Իրապես այդպես է, մեր կյանքի տարբեր փորձառություններում այդպես է։ Եվ հետեւապես բազմաթիվ համարներից եւ պիտի կրկնվեմ եւ պիտի ասեմ, որ Աստվածաշնչում մեֆոբեո հունարեն մի վախեցիր, Աստվածաշունչ Մատթեանում կրկնվում է 365-66 անգամներ։ Բնորոշելով տարվա յուրաքանչյուր օրվա համար Աստուծո հրահանգը, հրամանը։ Միակ հրաման Աստծո, որ տրվեց մարդուն։ Մնացած պարագաներում Աստված խնդրում էր եւ հիմա էլ խնդրում է, բախում է մեր դռները, սրտի դռները բախում է, ասում է եկեք ինձ մոտ, օգնածներ եւ ծանրաբեռնված ես։ Բայց եւ նաեւ հրամայում է, որ չվախենաք ոչնչից։ Եվ այդ հրամանը մեր սուրբ հայրերը, մեր ավետարանիչները, մեր եկեղեցու ժառանգության կրողները շատ լավ հասկացել են, եթե բացեք ավետարանը եւ կարդալ, մի վախեցիր բառակապակցության վրա, մի վրա կա դրված շեշտ։ Հայերենի բոլոր կանոնների համաձայն արգելական հրամայականն է դա։ Մի վախեցիր։ Հրամայական լեզվով, հրամայական մոտեցմամբ
դրված, ապառնի ժամանակով դրված ձևակերպում, որ ոչ միայն վերաբերում է ներկային, այլ նաև ապագային։ Ուստի այդ բազում համարներից այսօր ուզեցի հատկապես խոսել ձեզ հետ Հովհաննես ավետարանից մեզ ժառանգված շատ կարևոր մի թեմայի մասին, որտեղ որ Հիսուս իր քարոզչությունը իրականացնելու ճանապարհին քայլում է ծովի վրայով։ Եվ երբ երեկո եղավ, նրա աշակերտները ծովեզերք իջան, եւ նավակ նստելով գալիս էին դեպի ծովի մյուս կողմը, դեպի Կափառնայում։ Եվ երբ մութն ընկավ, Հիսուս դեռ իրենց մոտ չէր եկել, եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկում էր։ Երբ շուրջը 25 կամ 30 ասպարեզ թիավարելուց հետո տեսան Հիսուսին, որ քայլում էր ծովի վրայով, եւ նավակին մոտեցել էր, զարհուրեցին։ Եվ նա ասաց նրանց. «Ես եմ, մի վախեցեք»։ Եվ ուզում էին նրան նավակի մեջ առնել, եւ նավակը շուտով հասավ այն ցամաքը, ուր գնում էին։ Սիրելիներ, արդյոք այստեղ ավետարանիչը ես նստեմ, եթե կարելի։ Արդյոք ավետարանիչը, երբ որ փոխանցում է մեզ այս հատվածը, Հովհաննես ավետարանիչը, այնտեղ կենտրոնական մի գաղափար չի տալիս մեզ, ասում է, որ անցնում էին Կափառնայում Հիսուսի քարոզչության ընթացքին, եւ տեսան ծովի վրայով քայլող մեկին եւ զարհուրեցին։ Այսօր ձեր պրակտիկայում, ձեր ճանաչողության մեջ կգտնեք մի մարդ, որը ծովի վրայով կարող է քայլել կամ ջրի վրայով կարող է քայլել։ Այսինքն, ինչի հատկանիշ է սա։ Որ ով որ քայլում էր այդ ծովի կամ ջրի վրայով, ունի գերբնական կարողություններ, չէ՞։ Գոնե առաջին հայացքից այդպես պիտի մտածենք։ Եվ աշակերտները, ովքեր որ անդադար ականատես էին եղել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի տերունական գործողություններին, այսինքն այնտեղ իծնե կավի բժշկությանը, կույի բժշկությանը, տեղատեսության տառապող կնոջ բժշկությանը, որն ընդհանրապես կպավ Քրիստոսի հագուստի քղանցքին եւ բժշկվեց իր հավատի շնորհիվ։ Ականջներ բացվեցին, մարդիկ հարություն առան։ Առաջին հայացքից պետք է ծանոթ լինեն, չէ՞, այս գերբնական կարողություններին։ Եվ տեսեք, որ տեսան քայլող Քրիստոսին ջրերի վրա եւ զարհուրեցին։ Սա ինչի մասին է խոսում։ Որ աշակերտների աչքերը եւ սրտերը կուրացած են, սիրելիներ։ Չեն ճանաչում ասում։ Երկար ժամանակ լինելով Քրիստոսի կողքին չեն ճանաչում ասում։ Կուրացրել են ոչ միայն մարմնավոր տեսողությունը, այլ հոգու տեսողությունը։ Մեր շրջապատում բազմաթիվ կույր մարդիկ կան, ովքեր որ ֆիզիկական տկարություն ունեն, բայց կան շատ ավելի տեսնողներ, ովքեր չունեն այդ ֆիզիկական տկարությունը, բայց ունեն հոգևոր տկարություն, չեն կարողանում ընկալել պարզ ճշմարտությունները։ Ես հիշեցի մի տղայի մասին, որի անունը Նորայր է, չգիտեմ իրեն ճանաչում եք թե չէ։ Ինքը իր կարողություններով ունի բազմաթիվ ֆիզիկական տկարություններ, բայց ժամանակակից մեր մտածողության եւ բժշկության մեջ մենք դրանք ասենք առանձնահատկություններ։ Ինքը չի կարողանում լավ խոսել, չի կարողանում լավ քայլել, խոսքը աղավաղված է, աղճատված է, բայց Նորայրի մեջ մի Աստված զգացողության հիանալի դրսևորում կա, որը ես որպես հոգևորական շատ պիտի աճեմ հոգևորին ընթացքի մեջ, որպեսզի ունենամ այդ Աստված ճանաչողությունը։ Իրապես հենց այստեղից պիտի սկսի մարդու Աստված ճանաչողությունը։ Ինչքան էլ դու ճանաչես Աստծուն, դու միշտ պիտի գիտակցես եւ հասկանաս, որ այստեղ գրված ճշմարտությունն է, որ առկա է Աստծո մասին։ Այստեղից կարող ես քաղել եւ ստանալ Աստծո մասին իրական գիտելիք։ Եվ այստեղ առկա ճշմարտությունները ամենուր են, նորայրներն ամենուր են։ Ինքը չկարողանալով կանգնել, ժամեր շարունակ ծնկած աղոթում է։ Ինքը չկարողանալով խոսել, խոսում է խնդիրները տեսնելու եւ դրանք հաղթահարելու իր ճանապարհի մասին։ Եվ սրանից մեծ ուսուցում Աստծո հրաշքի մասին գոյություն չունի, եւ այդ հրաշքը ինչ է սիրելիներ։
Մենք մտածում ենք, որ Քրիստոս քայլեց ծովի վրայով, դա մեծագույն հրաշք էր։ Բայց իրապես դա մեծագույն հրաշք էր։ Դե հիմա օրը մթնում է, չէ՞։ Մենք հավատում ենք, որ լավը պիտի լուսանա։ Կարող ենք մենք այնպես անել, որ չլուսանա։ Կամ կարող ենք մեր մազերից մեկը սպիտակեցնել, ինչպես Ավետ անունն ասում։ Հրաշքներ չեն սրանք։ Պարզագույն հրաշքներ են, չէ՞, որ մենք երբևէ չենք անդրադարձել, որ երբ որ գիշերվա եւ ցերեկվա հերթափոխ է լինում, սա մեծագույն հրաշք է։ Իսկ մեծագույն ամենամեծ հրաշքը Աստծո որդու մարդեղացումն էր։ Բայց մենք չճանաչեցինք եւ զարգուրեցինք, վախեցանք, ինչպես աշակերտները։ Վախի պատճառով Հուդան ինքնասպան եղավ։ Հուդայի մեծագույն մեղքը ոչ թե Քրիստոսի մատնությունն էր, այլ ապաշխարության չպատրաստ լինելն էր։ Պետրոս առաքյալը ավելի քիչ մեղք չգործեց Աստծո առաջ։ Եթե Հուդան մեղանչեց գործողությամբ, Պետրոս առաքյալը ըստ հրեական ընկալման, որովհետև տեսեք, ավետարաններն են գալիս են, հստակորեն այդ գաղափարը կա։ 3 անգամ ուրացավ Տիրոջը։ Իսկ հրեական ընկալման համաձայն եւ առհասարակ հին աշխարհի ընկալման համաձայն, երբ որ դու 3 անգամ հաստատում էիր քո որևէ գործողություն, նշանակում է, որ դու դրան տալիս էիր վերջնական կարգավիճակ, այսինքն դա գրեթե հավասար է, որ հիմա երթվեցնում են մարդկանց, օրինակ դատարաններում, երբ որ տանջում են մարդը պիտի հարցաքննության ենթարկվի, պետք է վկայի, իրեն երթվեցնում են, չէ՞, կամ որևէ այլ պարագայում զինվորական երթում կլինի կամ բժշկական երթում կլինի։ 3 անգամ ասված խոսքը ըստ եբրայական ընկալման հավասար է երթումին։ Պետրոս առաքյալը երթվեց, որ չի ճանաչում Քրիստոսին։ 3 անգամ։ Բայց Հուդայի եւ Պետրոսի տարբերությունը, ելի եմ ասում, Պետրոսը երբևէ ավելի պակաս մեղք չգործեց Աստծո առաջ, բայց Հուդայի եւ Պետրոսի տարբերությունը նրանում էր, որ Պետրոս առաքյալը ապաշխարեց, լաց եղավ, այո, լաց եղավ եւ ապաշխարեց։ Մեծ գրող Դոստոևսկին ասում է, որ տխրությունը, ցավը ազնվացնում է մարդու ոգին։ Եվ անապատական հայրերի վարդապետական մտքի մեջ, իրենց ապրած կենցաղավարության մեջ հետաքրքիր մի բան կա, երբ անապատական հայրը իրական զղջման, իրական ապաշխարանքի ապրում էր մնում, դա պարտադիր ուղեկցվում էր արտասուքով։ Որովհետև լավ դերասան լինելու պարագայում էր, եթե դու անկեղծ չես արտասվում, դա զգացվում է կեղծ հասկանալի է։ Հիմա ժամանակակից տարաբնույթ մեթոդներ կան, որ դերասաններն օգտագործում են, որպեսզի կարողանան արտասվել, բայց անապատական հայրերի ապրած կենցաղավարության մեջ նման բան պատկերացնել, կարծում եմ անիմաստ է։ Իրենք իրական զղջման ապրում էին ունենում եւ այդ զղջման ապրման հիմքով է, որ նաեւ արտասվում են, ապաշխարում են։ Սիրելիներ, ինչպես ասացի, այս ընթացքը, երբ որ ավետարանիչը ներկայացնում է, ասում է տեսան եւ զարհուրեցին, ինչպես արդեն շեշտեցինք միասին, դա ինչի արդյունք էր, չճանաչեցին։ Մենք ումից ենք վախենում կամ սպասում որևէ վտանգ, նրանից ում չենք ճանաչում, չէ՞, առավելապես այդպես է։ Տրամաբանական է, չէ՞, որ ում չենք ճանաչում, նրանից ավելի շատ պիտի վախենանք, քան ումից, որովհետև չճանաչողության մեջ սպասումը կամ ակնկալիքը անհասկանալի է, անըմբռնելի է, դու չես կարող հասկանալ մարդու գործողությունները եւ դա կարող է հարուցել վախ, որով եւ առաքյալները ապրում ունեցան, երբ որ Քրիստոսին տեսան ծովի վրայով, որի հետ եղել էին ամբողջ ընթացքում, որին ճանաչել էին, որի հրաշքներին ականատես են եղել, բայց պարզ մի բան, իրենք չճանաչեցին Աստծուն։ Մենք էլ չենք ճանաչում Աստծուն։ Այդքան ժամանակ իրենց հետ լինելով այո, չճանաչեցին եւ դա հենց հարուցեց իրենց մոտ վախը։ Ու Քրիստոս ասում է. ես եմ, մի վախեցեք։ Սերներ, ես եմը մի կենտրոնական ընկալում է հրեական աստվածընկալման պատմության ընթացքի մեջ, որովհետև
երբ որ հрյաները ուզում էին Աստծո անունը տալ, իրենք իրավունք չունեին ուղղակիորեն Աստծուն անունով կոչելու։ Ասում էին, եւ սա հատկապես երևում է Մովսեսի եւ Աստծո երկխոսության մեջ անկես Մուրենի մոտ։ Երբ որ Մովսեսին ասում է Աստված ասում է գնաս եւ իմ արած հրաշքի մասին կպատմես, Մովսեսն ասում է մենք ապրում ենք կռապաշտության ժամանակաշրջանում, կան բազմաթիվ աստվածներ։ Ես գնամ եւ ասեմ, որ Աստվածը ինձ հետ խոսեց։ Եվ Աստված իրեն պատասխանում է, ասում է գնա եւ ասա, որ քեզ հետ խոսեց Աստվածը։ Այն նշանակում է կա, գոյություն ունի, այսինքն միակ իրական ճշմարիտ Աստվածը։ Եվ երբ որ Քրիստոս ասում է ես եմ, չի ասում Հիսուս Քրիստոսն է, չի ասում ձեր վարդապետն է, ձեր ուսուցիչն է, ասում է ես եմ։ Սա կարծեք թե վերապրում է Մովսեսի եւ Աստծո երկխոսության։ Ինչպես առաքյալները հիմա խոսում են իրական գոյություն ունեցող կենդանի Աստծո հետ, որն իրենց մեջ է։ Երկնքի արքայությունը հաստատվել է իրենց մեջ։ Մի քիչ առաջ գնանք Լեռան քարոզում։ Ասում է Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Այդ երկնքի արքայությունը արդեն իսկ հաստատվել է երկրի վրա, սիրելիներ։ Երկինքը երկիր է բերվել։ Քրիստոս ասում է ես եմ, գոյություն ունեցողը, իրականը, ճշմարիտը ես եմ, այստեղ եմ։ Մի վախեցեք։ Աստված այստեղ ձեր մեջ է։ Վախի զգացումը մարդու չունեն։ Տեսեք, էլի եմ ասում, առաքյալները իր հետ եղող աշակերտները ամբողջ օր 24 ժամ Քրիստոսին ամեն տերունական ընթացքի մեջ ուղեկցողները չճանաչեցին։ Մութեր չճանաչեցին։ Մեզանից որևէ մեկը իր մորը կամ հորը մթության մեջ չի ճանաչի։ Իր հարազատին չի ճանաչի։ Սա խոսում է նրա մասին, որ մենք իրական ճանաչողություն չունենք։ Աստծո գաղափարի իրական ճանաչողություն չունենք։ Եվ այսօր էլ ես վերջերս մի քարոզչի էի լսում ասորական եկեղեցուց, անգլերենով էր իր քարոզը, եւ եպիսկոպոսը խոսում է, որ շատ արդիական թեմայի մասին, որ մարդիկ վերցնում են որևէ երաժշտական գործի, երգում են Քրիստոս հալելույա, չգիտեմ, եւ սրա մասին կան այս մեր Հայաստանում լիքը տարածված աղանդներ կան, որոնք վերցնում են որոշակի երգեր են գրում, չգիտեմ, որ մեկ-երկու անգամ Աստծո մասին են խոսում ու ինչ որ փիլիսոփայական գաղափարներ են արծարծում, փորձում են Աստծուն ներկայացնել։ Եվ այդ ասորի եպիսկոպոսը հետաքրքրում է, ասում է Աստծո մասին խոսելը եւ հալելույա, հալելույա ասելը դեռ չի նշանակում Աստծուն ճանաչել։ Աստծո ճանաչողությունը սկսվում է Քրիստոսով ապրել ամեն մի վայրկյանը։ Երբ մենք Քրիստոսին հեռու ենք դնում մեր կյանքից, տարաբնույթ վախեր պիտի այցելեն մեր կյանք, սիրելիներ։ Մենք մարդ ենք եւ անհնար է, որ ժամանակակից մանավանդ մեր Հայաստանի պարագայում անհնար է, որ ամեն օր չունենանք ապրում վախի։ Որոշ մարդիկ վախենում են նյութական կարիքներից դրդված։ Դա բարձ բան է, որ մտածում ես, թե վաղը ինչ պիտի երբեմ պատրաստեմ, որ իմ ընտանիքը ուտի։ Այս Աստված մեզ ասում է՝ մի մտածեք, երկնքի թռչուններն անգամ գտնում են իրենց ուտելիքը, բայց դուք որ նրանց ավելի բարձրեք։ Եվ մի ուրիշ պարագայում մարդիկ վախենում են կորցնելուց։ Հարազատի կորուստ կլինի, տան կորուստ կլինի, առհասարակ այն ամեն ինչ որ բնորոշում է կորուստը։ Մարդիկ վախենում են, որովհետև իրական Աստված ճանաչողություն չունենք, սիրելիներ։ Մեր պարագայում մենք վախենում ենք, որ ամեն օր կարող է պատերազմական գործողություն սկսել։ Ամեն մի հայ մայր, ես վստահաբար այստեղ նստած եք շատերդ, հայ կին, եթե նույնիսկ զավակել չունեք, բայց ամեն օր վախենում եք մեր սահմաններում կանգնած զինվորների կյանքի համար։
Այդպես է թե չէ, մայրաբար մոտեցման։ Չկա Հայաստանում մի հայ մայր, որի զավակը գտնում է բանակում եւ իր ամբողջական ընթացքի, ծառայության ընթացքի ժամանակ իր շուրթերից աղոթքը իջնի։ Չկա։ Ես չեմ հանդիպել, գուցե։ Եթե չի ասի, որ դա վախա։ Բան չէ, դա ինչի դասերում։ Դրսևորում է, Բա այդ հայ մայրը ամեն օր աղոթում է մինչև իր զավակի գնալը։ չի կարող ես բոլորի համար ասել։ Որ հետ վերադառնա։ Աղոթի։ Եթե աղոթի, ուրեմն դա վախի դրսևորման բան, պարագաչի։ Շատ կարևոր է հենց այդ ձեր ասած, ես պիտի անդրադառնալ դրան, դուք մի քիչ առաջ եկաք։ Իմ տղան պիտի մեկներ, ես առանց վախի իրան ճանապարհում եմ։ Որովհետև դուք Աստծո մասին գիտելիք ունեք։ Ընդամենը մի օր առաջ եւ հաջորդ օրը եղավ այդ ստորագրում կապիտուլյացիան, Մոնդելի։ Դուք Աստծո մասին գիտելիք ունեք, չէ՞։ Փառք Եվ անդրադառնում եք, որ ձեր աղոթքը մեծագույն պաշտպանությունը պիտի լինի ձեր զավակին։ Եվ այստեղից է, որ վախը չպիտի տեղ ունենա ձեր սրտում։ Եվ դուք վստահաբար ասում եք, քաջաբար ասում եք գնաց բանակ։ Իմ ասածը նրա մասին է, որ մենք Աստծուն դիմում ենք այն ժամանակ ցավոք սրտի, երբ իր կարիքը ունենք, այո։ Բայց այդ պարագային էլ սիրելիներ, Աստված երբեք չի մոռանում անդրադառնալ։ Ասի լավ, կարող են այդ ժամանակը չլինել։ Դա լավ չի։ Լավ չի, որովհետև մենք երբեմն մոռանում ենք, որ մենք ենք Աստծո ստեղծածները, ոչ թե Աստված մեր ստեղծածը։ Մենք երբեմն մոռանում ենք, որ Աստված ամեն բան տվել է մեզ եւ նաեւ տվել է հնարավորություններ իրեն փառաբանելու, բայց մենք միայն խնդրանքով ենք դիմում իրեն։ Մենք ունենք մեզանից շատերը։ Գիտեք, դուք ծնող եք եւ այստեղ մեծ մասը ծնող է, վստահաբար։ Այդպես է թե չէ։ Դուք անդադար առանց տրտնջալու կարող եք բավարարել ձեր զավակներին։ Հիմա շատ անկեղծ հարց եմ տալիս ես։ Շատ անկեղծ եւ ուզում եմ այս հարցը մի հատ ապրեցնեք ձեր մեջ։ Դուք անդադար պատրաստ եք բավարարելու ձեր զավակների յուրաքանչյուր պահանջ։ Լուր աղոթել եմ, իհարկե իրան ափսոս որ ճանաչողություն Աստծո այդքան բարձր մակարդակի վրա չի։ Տեսեք, մենք մարդիկ ենք, որոնք, այո, պատրաստ չեն։ Ով որ կասի, որ պատրաստ է, ինքնախաբեությամբ կզբաղվի։ Միակ ծնողը, որ պատրաստ է ամեն բան բավարարելու, Աստված է։ Եվ սա իր կյանքի ճշմարտությամբ ապացուցել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Որևէ ծնող մենք ունեցանք ցավոք սրտի եւ տակավին 3 է զոհ ունեցանք բանակում։ Ես հիմա կարող եմ ինչ-որ այսպես բան ասեմ, որը ձեզանից շատերին պիտի այսպես ցնցի իմ ասածը կամ գուցե ասեք ինչ է խոսում։ Մենք ունենք մի ծնող, որ պատրաստ էր ինքնազոհողության։ Իրական պատրաստության մասին է խոսքը։ Դա շատ լուրջ է։ Ինքնազոհողության գնաց միայն երկնավոր ծնողը, Աստված, որ երկնքից իջավ մեր մեղքերի պատճառով, մեր մեղքերը տանելու, կրելու, անդրադառնալու, խաչի ճանապարհն անցնելու, իրեն պիտի թքեին, մրեին, ծեծեին, շեպսակ պիտի դնեին իր գլխին, կողքը պիտի ծակեին, եթե Աստված այս ամեն ինչի մասին չգիտեր։ Գիտեր սիրելիներ։ Բայց ինքը պատրաստ է հուժանությամբ գնաց։ Այո, այս դրա մասին է խոսքը, որ Աստված միակ ծնողն է, որ անսակար կերպով գնաց դեպի խաչի ճանապարհը։ Մենք ունենք, ես իմ տված հարցին պատասխանում եմ, մենք ունենք այդպիսի ծնողներ, սիրելիներ։ Մեր հասարակության մեջ փառք Աստծո կան այդպիսի ծնողներ։
Եվ շատերը այստեղ նստած վստահաբար այդպիսի ծնող եք, որ պատրաստ եք գնալ ձեր զավակի ինքնազոհության, ձեր զավակի համար։ Կորսված չէ մեր հասարակությունը։ Ես ուզում եի, որ դուք հենց այսպես պատասխանեիք իմ հարցին։ Մենք ունենք սիրելիներ, այնպես չի որ չունենք։ Եվ փառք Աստուծո, որ Աստուծո ճանապարհի եւ իմաստության շնորհիվ մարդիկ գիտակցել են իրենց առաքելությունը, ծնողավարությունը եւ իրական ծնողավարությունը Աստված ճանաչողությունից է սկսում, որովհետեւ եթե դու Աստծուն ճանաչում ես, դու երբեք չպիտի վախենաս քո զավակի համար գնալ ինքնազոհության, որովհետեւ Աստված քեզ, ինձ եւ քո զավակի համար գնաց ինքնազոհություն։ Երևի թե այսքանը, որպեսզի շատ մոնոտոն չլինի եւ չհոգնեցնեմ էլ ձեզ, եթե հարցեր կան, սիրով կարող ենք անդրադառնալ։ Երբ որ դու վստահում ես Աստծուն եւ թողնում ես քո զավակին, Այո, դա էլ ինքնազոհություն է, չէ՞։ իհարկե, անշուշտ։ Ինչ որ բանից հրաժարվելը արդեն պահանջում է զոհողություն։ Մենք անցած շաբաթ որոշ մարդիկ ձեզանից ներկա էին նաեւ Վահան Սրբազանի սրտողությանը, կարծեմ, անցած շաբաթ էր, չէ՞։ Որտեղ մենք խոսում ենք ներման մասին։ Ներումը պահանջում է զոհողություն, չէ՞, զրկանք է պահանջում։ Եվ երբ որ դու թողնում ես քեզանից, դու քեզ զրկում ես նաեւ այդ իրավիճակը վերապրելու հնարավորությունից։ Սա եւս զրկանքի տեսակ է։ Եվ զրկանքը կարող է քեզ սպանել, եթե դու կամքով ուժեղ չես եւ չես կարողանում ինքնակազմակերպվել, բայց նաեւ կարող է քեզ շատ ավելի հաստատուն դարձնել։ Նույն այդ ներման պարագայում, երբ որ ինչ պատճառով կարող ես դու թողնել քո զավակին։ Ես մտածում եմ պարագաները շատ են, անավանդ մեր օրերին։ Բայց այդ պարագաներից եւ ոչ մեկը չպիտի պատճառ հանդիսանա շփման իսպառ բացակայության, որովհետեւ դա երբեք չի կարող առողջ հարաբերության մասին վկայել։ Այո, դու կարող ես թողնել քեզ զրկելով եւ ուժեղանալ դրանով քո կամքի մեջ հաստատում դառնալ, բայց այդ զրկանքը չպիտի եւ ասում ուղեկցի հարաբերությունների խզմամբ, որովհետեւ Աստված իրեն զրկեց աստվածային բարձունքից, գնաց խաչի ճանապարհով, ասաց իմ կամքը թող չլինի, քոնը թող լինի, հորը դիմեց, Գեթսեմանի պարտեզում իրեն հասած բաժակից խնդրեց, որ հրաժարվի, բայց երբեք չկտրեց, գնաց չէ խաչի ճանապարհով, մահը որդեգրեց, երբեք չկտրեց, Աստված Ադամին եւ Եվային արտաքսեց երկնային դրախտից, բայց ոչ մի վարքյան, եթե մեկ վարքյան մարդ Աստված հարաբերությունը չխզեց։ Այսինքն դա նա որ ողջ պահեց։ Իհարկե։ Մի հետաքրքիր մեկնություն կա, որ երբ որ խոսում են Աստծո արարչության մասին, երբ որ արդեն Ադամը եւ Եվան գործել էին մեղքը Աստծո առաջ, ասում են, որ Տեր Աստված քայլում էր դրախտում եւ լսեցին Աստծո ոտնաձայները եւ թաքնվեցին։ Աստված այնտեղ մի հարց է տալիս, ասում է. Ուր ես, Ադամ։ Սիրելի, տրամաբանության մեջ, եթե անդրադառնանք, ինչ է սա նշանակում։ Աստված չգիտեր Ադամն ով է։ Գիտեր, ուզեց որ ինքը մարդը հետ տա։ Գիտեր որ թաքնվել է, չէ՞, գիտեր որ այն թփի տակ օրինակ թաքնվել է։ Եթե շատ բարձրաճկերով Ուրեսը նաև վերաբերվում է մտքերին, բայց Ադամն էլ անկեղծ ասեց, լսեցի քո ոտնաձայները։ Երբ որ ասում են ուր ես, այստեղ Աստծո ցավի դրսևորումն է։ ուր ես հասել։ Այո, ուր էիր եւ ուր հասար։ Ոչ թե։ Սիրելիներ։ Տերը գիտեր, բնականաբար Նշանակ։ Գիտեր Ադամը ինչպիսի բարձրության վրա է, չէ՞, ինչպիսի ուր է հասել։ Աննկարագրելի Աստծո աննկարագրելի դրախտում ապրում էր, ամեն բան Աստված ստեղծել էր իր համար, երազական կյանք։ Ասում ուր է իր Ադամ եւ ուր հայտնվեցի։ Այդ ուր է ափսոսանքի մասին է, սիրելիներ։ Աստծո ափսոսանքի, որ Ադամը զրկվեց
անմիջական Աստծո հաղորդակցությունից։ Այսինքն մահվան ենթակա դարձավ, մեղք գործեց։ Անմեղ էր, չէ՞, մինչև այդ մեղքը չէր ճանաչում, մինչև այդ չէր գիտակցում, որ մերկ է, չէր թաքնվում, չէր ամաչում։ Այդ մերկությունը ոչ միայն ֆիզիկական մերկության, այլ հոգևոր մերկության մասին է լինում։ Մեղավոր մարդը հոգևոր մերկության հետ է։ Եվ առավել դժվար ու առավել ցավալի մերկության տեսակը հենց հոգևոր մերկությունն է։ Մարմնավոր մերկությունը տարատեսակ հագուստներով հնարավոր է ծածկել։ Հոգևոր մերկությունը շատ դժվար պիտի լինի ծածկել առանց Աստծո ներկայության։ Ինչպես հասկանալ, ինչ չափով որ չափում եք, Աստված այդ չափով ձեզ կչափի։ Դա հարցի պատասխանը արդեն հայր մեր աղոթքի մեջ կա։ Երբ որ Աստված աղոթում ես, ասում ես, ների մեզ մեր մեղքեր այնքանով, որքանով որ մենք ենք ներմա։ Ուղիղ համեմատական է մարդ Աստված հարաբերությանը։ Եթե մենք այստեղ, ես նախորդ անգամ էլ կարծեմ այդ մասին խոսեցի, որ մեր շատ Աստված հոգին լուսավորի, երկնքի արքայության նշանանա, լուսավորքի տերկյուրեղը ջրվեժի քահանան։ Ասում ես, սա շատ վտանգավոր ձևակերպում է, երբ որ ասում ես ների մեզ այնպես, ինչպես մենք ենք ների։ Աստծո դրսևորումը, սիրո դրսևորումը մարդու նկատմամբ, արարչության նկատմամբ անսահման է։ Աստված սիրում է մեզ անսակարկելի, անկրկնակելի չափով։ Եվ այդ չափը մարդկային բանականության չափման միավորներով դժվար պիտի չափենք, որովհետև սիրո մեջ չափ պիտի լինի, բայց ոչ աստվածային սիրո մասին չի, մարդկային սիրո մասին չի, իհարկե։ Հենց այդ մասին է խոսքը, որ Աստված ուզում է տեսնել մարդուն այնպիսին, ինչպիսին մարդը կար նախամեղսական վիճակում, այսինքն մեղքից զերծ, որի համար եւ եկավ աշխարհ։ Հենց դրա համար ասում է, եթե անես այսպես, քեզ այսպես պիտի լինի։ Որովհետեւ դու ես երկրի աղը եւ լույսը։ Ինչքան որ լույս տաս, այնքան շրջապատդ ավելի լուսավոր պիտի լինի։ Ինչքան որ աղ լինես, այնքան այդ ճաշը համեմունք պիտի ունենա։ Որովհետեւ ես այս օրինակը, երբ որ բանակում էի շատ էի բերում, ասում էի, որ մանավանդ կանայք լավ կիմանան, երբ որ ճաշ ես պատրաստում, մեջը ինչ համեմունք ուզում ես դիր։ Եթե աղ չկա, դու այդ ճաշի համը չես կարող զգալ։ Հիմա քրիստոնյաներս էլ հենց այդ աղին ենք, այդ համեմունքն ենք կյանքի։ Եթե մենք այդ աղի գործառույթը դադարենք լինել մեր կենցաղավարության մեջ, կնշանակի, որ մենք կորցնում ենք մեր համն ու հոտը, կնշանակի, որ մենք իրական քրիստոնեական ապրում չունենք, մեր արածը որոշակի չափ է եթակվում, շակերտների մեջ չափ։ Աստծո համար չափը անչափությունն է։ Երբ որ դու ինչ-որ բան մեկի համար անում ես, չմտածես, որ այդ դրա դրվագը նաև լավ երևում է, հիմա հիշեցի այն աղքատ կնոջ դրվագում, երբ որ երկու լումա դրեց գանձանակի մեջ եւ Աստված ասաց, որ այ ճշմարիտ եմ ասում, ամենաշատը ինքը դրեց։ Երբ որ դու ինչ-որ մի լավ բան անում ես ակնկալիքով, որ այդ լավ բանը քեզ պիտի վերադառնա, հենց այդ չափով էլ վերադառնալու է, ինչ չափով որ դու անում ես։ Բայց եթե անում ես այնպես, որպես որ պիտի անես, որովհետև դու քրիստոնյա ես, առավելաբար պիտի վերադառնա քեզ։ Հենց այս չափի մասին է խոսքը։ Այսինքն, ինչ չափով որ դու չափես, այդ չափով քեզ պիտի տրվի։ Ինչքան շատ չափես քո սիրո մեջ, այնքան առավել Աստծո սեր պիտի գտնես ու պաշտպանություն պիտի ունենաս։ Բայց ինձ թվում է, իմ կարծիքով դա է շնորհը Աստծոց։ Ամեն բան Աստծոց տրված։ Ամեն բան, բայց այդ պարագայում ավելի էլի շնորհ տալիս, որ դու այդպես վարվես, չմտածես, ինչ-որ ակնկալիքով չանես որևէ բան։ Անշուշտ, ես դրա մասին եմ խոսում, որ եթե ակնկալիքով պիտի բարություն անես, այդ բարության չափով, ոնց որ ասած, այդ չափով պիտի անդրադառնա քեզ քո արած բարությունը։ Բայց ներելու շնորհ չի տալիս Աստված։ Թողնում ես։
Ես խոսքի սկզբում ասացի, որ Աստված ոչինչ չի պարտադրում։ Եթե Աստված պարտադրի ինչ-որ բան անել, մարդը կկորցնի իր կատարյալ ազատությունը։ Բայց նաև Աստված տվել է մեզ գիտակցություն եւ հանրականություն, որ լավ գիտենք, որ գողանալ չի կարելի, չէ՞։ Սա ոչ միայն մարդկային օրենքներով, այլ նաև Աստծո կողմից տրված պատվիրաններ է։ Ասում եմ մի գողացիր, մի եղբորդ իրավորի, մի սպանիր, բայց երբեք չի բռնել, չէ՞, մեր ձեռքը գողանալուց կամ սպանելուց։ Բայց ասում եմ մի արա։ Ադամին ասեց մի կերավ, որովհետև Ադամը Աստծո արարչության թագուն տեսակներ, իրեն տրված էր արարչությունը որպեսզի վայելի, ինք ուներ կատարյալ ազատություն, բայց երբ որ ասեր Աստված բռներ ձեռքը, այդ ազատությունը դառնալու է երևութական, իրական ազատություն չէր լինելու։ Դրա համար Աստված երբեք սերուն չի պարտադրում, Աստված սիրով հորդորում է մեզ, հորդորելու և պարտադրելու մեջ կան տարբերություններ, Աստված պատվիրում է մեզ, բայց երբեք չի պարտադրում։ Ասում եմ մի արա այսպես, որովհետև այսպես կլինի, բայց շատերս չենք ակաջալով չենք լինում, որովհետև չենք ճանաչում, որովհետև չգիտենք, որովհետև մեզ համար շատ անգամներ պատիժը երբ որ ուշանում է, մտածում ենք, որ պատիժ գոյություն չունի։ Խնդրանքը երբ որ ուշանում է, մտածում ենք, որ Աստված մեզ չի լսում։ Չենք անդրադառնում, որ Աստված գիտի եւ ինչն է մեզ համար կարևոր եւ լավը, եւ ինչը կարևոր եւ լավ չէ։ Աստված ներգործում է մեր կյանքում, բայց մենք այդ ներգործությունը ուզում ենք անպայմանաբար տեսնել մեր ցանկալի կերպով։ Մեր հասկացողության չափով։ Այո։ Աստված տվել է ներելու շնորհը մեզ եւ ասել է ներիր, որպեսզի քեզ էլ ների։ Հիմա դու կներես այս չափով, քեզ կներվի այս չափով։ Կներես ամբողջությամբ, այնպես ինչպես Աստված է, քեզ կներվի հենց այդպես։ Մինչալոց մարդ Աստված հարաբերությունը, խզված հարաբերությունը Քրիստոսի հետ ունեցած, այնքան արագ է վերականգնվում։ Ես եւ Մարինեն եթե վիճենք, ջուրին շատ մեծ ջանքեր պիտի գործադրի, որպեսզի մեզ հաշտեցնի։ Կարծում եք, ես պիտի ասեմ, ես եմ ճշմարիտ, Մարինեն պիտի ասի ինքն է ճշմարիտ։ Ջուրին պիտի գա ինձ մոտ ասի Մարինեն է ճշմարիտ, գնա Մարինեի մոտ ասի Հարսուտն է ճշմարիտ, որպեսզի կարողանա հարթեցնել, չէ՞։ Իհարկե, նաև պետք է լավ ճանաչի երկուսիս։ Բայց թե ես, թե Մարինեն, մեկ անգամ ասենք Քրիստոս Աստված, ների մեզ մեր գործած մեղքերը, Աստված պիտի այդ մեկ վայրկյանն օգտագործի մեզ ներելու համար։ Բայց մենք այնքան դժվար ենք իրար ներելու։ Այդպես է մարդկային։ Այդ համառությունն է, որ ոչ մեկը չեք ուզում զիջել։ Այո, բայց այդ եմ ասում, որովհետև ինչպես ասած չենք ճանաչում Աստծուն։ Սա ես այսպես վերացական իրավիճակ չեմ ասում, բոլորիս մոտ է սիրելիներ, չկան ձեզանից նեղացած մարդիկ, որ դուք մտածում եք, որ իրենք են մեղավոր, որ նեղացել են ձեզանից։ Վստահաբար բոլորս ունենք այդպիսի մարդներ կյանքում։ Կան մարդիկ, որ չունեն իրենցից նեղացած կամ մեզանից նեղացած մարդիկ։ Մենք երբևէ անդրադառնում ենք, շատ քչերս անդրադառնում ենք, որ մենք մեր մեղքի պատճառ ունենք, բաժին ունենք, երբ որ մարդը մեզանից նեղացել է։ Բայց միշտ չեք կարողանում։ Խիզախություն ունենք, այ դա է, խիզախություն ունենք։ Ես խիզախություն կունենամ, գնամ Մարինեից ներողություն խնդրեմ։ Եթե այո, ուրեմն ես ճշմարիտ քրիստոնյա եմ։ Եթե ինքը խիզախություն ունեցավ, եկավ ինձանից ներողություն խնդրեց, ես խիզախություն կունենամ իրեն ներելու։ Սա հարցի երկրորդ կողմն է։ Բայց Աստված մարդ հարաբերության մեջ, Աստված միշտ ունի այդ խիզախությունը։ Ինքը ոչինչ չէր արել, չէ՞, Աստված ոչ մի մեղք չուներ, բայց խիզախություն ունեցավ գալու, անցնելու խաչելիության ճանապարհը, գալու մեռնելու, որպեսզի մարդը անմահության շնորհ ունենա, հնարավորություն ունենա, որպեսզի մահվանը հաղթի, այո, որպեսզի մարդ Աստված խզված հարաբերությունը, որպեսզի արտաքսված հարաբերությունը, որ
արկա էր մարդու, էլի մարդու ներքո պատճառով որ էլի չգիտակցեց։ Ադամն էլ չգիտակցեց, չէ՞։ Ասաց ես ինչ եմ արել։ Ես մեղք չունեմ, այն կինը որ ստեղծեցին ինքը խաղեց։ Փոխանակ ասել։ Այսօր չեն գիտակցում, բայց անմիջապես չեն զղջում։ Դե հենց դա է։ Այդ Եթե ինքնարդարացումը ամենասարսափելին է ինձ Այո, այսօր։ այո, Երբ մարդ ինքնարդարանում է։ Այո, Ադամն էլ այդպես արեց, չէ՞, ասաց ես մեղք չունեմ, այն կինը որ Նման ստեղծեցին։ մարդու ես հերո եմ գնում ու վերջել չեմ շարունակում, որտեղ զգում եմ, որտեղ ներում չկա։ Դա էլ խիզախության Չէ, ինքը դրսևորում չի փոխվի։ Տեսեք Շատ են հիմա փոխվում, ինչ գիտես։ փորձում են, ունեմ հիմա նման։ անդրադարձում արեցիք, որը մեզանից շատերին բնորոշ է, ես էլ եմ ասում, Մարինեն երբեք չի փոխվի։ Որովհետև ես չեմ գիտակցում, որ առաջին հերթին ես փոխվելու կարիք ունեմ, որպեսզի հասկանամ ինքն, թե ինքը ինչ, գուցե շատ քեթև պատճառով է, ես իմ ու իր հարաբերությունները գժտվել եւ ոչ թե ինքն է մեղավոր, այլ ես եմ մեղավոր, բայց իմ հոգեվոր տկարությունն ու կուրությունը չի թույլ տալիս ինձ, որպես ես անդրադառնամ, որ իր գործած արարքը իմ հանդեպ ավելի քիչ մեղավորություն ունի, քան իմ արած ռեակցիան, իմ անդրադարձումը իր նկատմամբ։ Իհարկե։ Գարեգին առաջին հայրապետն ասում են անտարբերությունը մեծագույն 8-րդ մեղքն է։ Հիմա ասում ենք լավ, Մարինեն ասում է հայրսուփ երբեք չի փոխվի, ես չեմ ուզում իր հետ շփվել։ Այդպես Մարինեն ինձ դատապարտում է, որ ես միշտ մնամ այդ կարգավիճակում, իրեն դատապարտում է, որպեսզի ինքը երբեք հնարավորություն չունենա ինձ փոխելու։ Ինքը իրեն դատապարտում է անտարբերության, ինձ թողնում է, որ գնամ ընկնեմ խոսը։ Սա մեր կյանքի ամենամեծ դրսևորումն է, որ ամեն օր մենք ականատես ենք իրեն։ Մենք հենց այսօր, եթե առիթ ունենայիք բացեիք մեր ազգային ժողովի նիստը, չեմ քաղաքականացնում, ուղղակի այնտեղ առկա են բոլոր այս մեր ազգի մենթալիտետը բնորոշող բոլոր կերպարները։ Մարդիկ լսելու կարողություն, համոժողականություն չունեն իրար նկատմամբ։ Եվ տարիներ շարունակ մենք ապրում ենք հենց դրա մեջ, սիրելիներ, տարիներ շարունակ, որովհետև մենք Քրիստոսին չենք ուզում իրապես ճանաչել, պետք է ճանաչել, սիրելիներ։ Քրիստոսի իրական ճանաչողություն ունեցող մարդը գիտի ներել, գիտի հանդուրժել, գիտի օգնել, գիտի սատարել, այո, գիտի անդրադառնալ կարիքներին։ Եթե ես չեմ անդրադառնալու իմ եղբոր կարիքներին, շնորհակալ եմ իրական քրիստոնյա չեմ։ Եթե ես անտարբեր պիտի անցնեմ, տեսնելով, որ օրինակ Ջուլին պիտի գնա ընկնի մի վատ արարքի մեջ, ես անտարբեր հասնեմ, ասեմ իմ գործը չի, ես ոչ ճանաչում եմ իրան, ոչ գիտեմ ով է, շարից փորձանքից հեռու։ Ինձ համար ոչինչ չի փոխվի։ Եթե ես պիտի մտածեմ, որ ես իրան չեմ ճանաչում, գնա կործանվի, ինձ համար ոչինչ չի փոխվելու։ Իմ ապրելու ընթացքում, լսեք, ինձ համար ոչինչ չի փոխվելու, չէ՞, իմ ապրելու ընթացքում։ Ես ու Ջուլին իրար չեմ ճանաչում։ Ես տեսել եմ ինքը փողոցը սխալ տեղով է անցնում, չեմ ասում, սպասի հələ, այս ճանապարհը պետք է այսպես անցնես։ Բայց վաղը այն որ Աստված տենում է, ամեն բան տեսնում է, չէ՞։ Սրանք բան տարբեր է, բան գնաց անդավ ավտոյի, հեռու իրանից ներողություն հրավիրությունից դու տուժվում։ Դա լավ է, իհարկե։ անտարբերությունը մահացում է։ Ըստ Գարեգին առաջին հայրապետի։ Այո, տարապում է դրանով, այո։ Հիմա այդ եմ ասում, որ մարդ հարաբերության մեջ իրար ներելու խիզախությունը գուցե ունենում են մարդիկ, բայց շատ դժվարությունների միջով են անցնում։ Բայց մարդ Աստված հարաբերությունը վերականգնելու համար mēs պետք է ընդհանրապես իրապես անդրադառնալ եւ դիմել Քրիստոսին։ Եվ Քրիստոս կգա ու կփառվի մեզ, կգրկի ու կբարձրացնի մեզ։ Այն հայտնի առակի նման, երբ որ մարդու կյանքի ճանապարհն անցնելիս երկու ոտնահետք հետո մի ոտնահետք Քրիստոս այդպես կգրկի եւ մեզ կտանի իր հետ։ Եվ երբ որ գրկեց, երբեք ներողություն, այդ գրկի քաղցրությունից զրկվելու պահանջ անգամ չպիտի ունենանք։ Եթե իրապես Քրիստոս մեզ փառվեց, մենք ամեն բան պիտի անենք, որ մշտապես զգանք այդ քաղցրությունը։ Իրական ճանաչողությունը Աստծո մասին, իրական ընկալումը, երբ որ դու գիտես, որ Աստված կա, Աստված գործում է, Աստված տեսնում է, Աստված ճանաչում է, գիտի, անդրադառնում է, քեզ ներում է, բայց նաև
խրատում է, որ դու չպիտի անես։ կներեք։ Չպիտի հարատև մնաս քո վատ արարքի մեջ, չպիտի անդադ առաջ գնաս այդ վատ արարքը կատարելիս։ Որտեղ ինքը այստեղ ասել է արդեն, որ չպիտի անես, եւ սրանից հետո նաեւ եկել է չէ՞ մարդկացի աշխարհը եկել։ Աստված առաջացել է երկինքը, երկիր ա բերել։ Այդ երկինքը էս մեր մթնոլորտային սֆերաներում չի։ Եզերքի կամ չգիտեմ երկրի մեջտեղում ինչ որ հատված չի։ Դրախտը երկինքը Աստծո ներկայությունն է քո կյանքում։ Եթե Աստված կա քո կյանքում, արդեն երկինքը հաստատված է քո կյանքում։ Երբեմն ներեն մեկտապած ուզում ես ներես, բայց չի ստացվում։ Ասում եմ, բացահայտ ներերի չեմ նշանակում, այսինքն ես ադեմ մեկը ինձ հարգոյել է, հենց այն չեն ներում, էլի։ Այսինքն վիրավորել է կամ հարգոյել է, չէ՞ որ պիտի ներ, հենց այն ցույց ներում ինչ-որ բան։ Ու ուզում ես ներես, բայց չարի հարձակումները պարտվում ես, եկատորեն ողա վրեժխնդրությունն, ատելությունն, դրա դեմ չես կարող հաղթես ու չես կարող ներես, բայց ուզում ես ներես։ Չարը ինչից պիտի հարձակվի։ Երբ որ տեսնի, որ ես մի լավ բան եմ, չի անում։ Վատ բան եթե անեմ, չարը չպիտի հարձակվի։ Շատ պիտի ուրախ լինի։ Երբ որ ներում ենք, մենք լավ բան ենք անում։ Մենք Աստուծո բնորոշ այդ շնորհը, որ ներելն Աստծո շնորհն է, չէ՞, Աստված կարող է միայն իրապես եւ վերջնական ներել։ Որովհետեւ մենք մեղքը գործում ենք եւ միակ արդար ճշմարիտ դատավորը, միակ արդարը, որ Ղուկասի ավետարանում, եթե կհիշեք ավետարանական պատմումը, երբ որ Քրիստոս խաչի վրա էր արդեն եւ երկինքը խավարեց, վարագույրը պատրվեց, այնտեղ ներկա հավորապետը ծնկի եկավ ուղղակի խաչի առաջ եւ ինչ ասաց, իրապես այս մարդը արդար էր։ Արդարությունը Աստծուն բնորոշ հատկանիշ է, չէ՞։ Աստծո որդին էր, այո։ Իրապես այս մարդը Աստծո որդին էր։ Մարդը չի կարող ես Աստված փրկած տանում այդ բոլոր ասում։ Այո, որովհետև եթե մենք ընդունեցինք Աստծուն, Աստված միշտ պայքարում է, այսպես պատկերավոր ներողություն, պատկերավոր ասեմ, Աստված մշտապես պայքարում է, որպեսզի մեզ գրկի, տանի մեզ։ Բայց մենք այդ պայքարի մեջ մենք ենք որ վանում ենք, ասում ենք, չէ, մեզ պետք չէ, մենք հենց աշխարհիկ ինքան բաներ ունենք անելու։ Ես հələ մի հատ ողջ ունեմ իմ ընկերոջ դեմ, հələ սպասի մի հատ իրանից վրեժ լուծեմ, ինքը ինձ հայոյել է։ Ես իրան վրեժ լուծեմ, մոռանում ենք, որ մենք ոչ միայն հայոյեցինք, այլ սպանեցինք էլ չէ։ Չենք անդրադառնում, որ անգամ դրանից հետո սպանությունից հետո, երբ որ խաչի դատապարտեցինք ասում, որ մեր մեղքերի համար դատապարտվեց, որ մեր մեղքերի համար մարդացավ։ Մենք չենք անդրադառնում, որ ինքն էլ շատ կարևոր գործեր ունի վստահաբար։ Արարել է այս աշխարհը, արարել է ամեն ինչ, ինձ է ստեղծել, այս ինչ որ տեսնում եք, Աստծո շնորհքն է, չէ՞։ Ինչ որ ունենք կենդանական աշխարհը, ֆաունան, ֆլորան, եզերքը, ամեն բան Աստծո մտահղացումն է, Աստծո արարչությունն է։ Իհարկե, տեսեք, հենց դրա մասին էր խոսքը։ Երբ որ դու իսկապես Աստծուն ընդունես, Աստված կփարվի քեզ եւ դու երբեք այլևս չպիտի ցանկանաս իրենից հեռանալ։ Բայց մենք չենք գիտակցում, չենք ապրում դա։ Եվ հենց այդտեղից է սկսում մեր բոլոր խնդիրները, մեր բոլոր տկարությունները, մեր բոլոր անկարողությունները, մեր բոլոր բամբասանքները, հայոյությունները, աշխարհիկ իրավիճակների համար բնորոշ մեր բոլոր քայլերը։ Հոգևոր մարդուն առաջին հերթին պիտի իր փրկությունը, իր փրկagorցությունը հետաքրքրի։ Իր փրկagorցության ճանապարհը Աստված մեզ ցույց տվեց։ Մնում է մենք գնանք այդ ճանապարհով։ Ինքը ամեն օր մեզ համար բռնում է մեր ձեռքից, ասում է քայլեք իցեք։ Քայլեք, եկեք միասին անցնենք այս ճանապարհը։
Եվ կգա ժամանակ, որ ես ձեզ արդեն ինչպես առաքում ասացի, գրկած պիտի տանեմ, այդ կարիքը չպիտի ունենամ քայլելու։ 근데 내가 이렇게 먹을 제가감 됐더니 사탕을 Իհարկե, ելի եմ ասում, ձևական ներման մեջ իրական ապրում չկարող լինել։ Ես կարող եմ ասել, որ ես ներում եմ, բայց հավատը առանց գործերի մեռած է, չէ՞, ինչպես Հակոբոս Առաքյալն ասում։ Գործը խոսքի իրական ապացույցն է։ Այո, խոսքը դառնում է իրականություն, երբ որ գործողության մեջ է դրվում։ Ես կարող եմ ասել, ես ներում եմ Մարինեին ու անցնեմ գնամ։ Բայց այդ ներելը ինչի մենք խիզախություն չենք ունենում, որովհետև ներումը որոշակի պարտավորություններ է պահանջում, որ դու պիտի անես։ Մենք ասում ենք, մենք ցեղասպանության ենթարկված ժողովուրդ ենք, պահանջում ենք, որ Թուրքիան բանալի, ներողություն խնդրի, ներում հայցի։ Այդ ներումը Թուրքիան լավ գիտի, որ այցելուց հետո որոշակի պարտավորությունները չէ պիտի ստանձնի, որպեսզի այլևս երբեք նման հանցագործություն չկրկնվի աշխարհի առաջ, աշխարհի աչքերի առաջ։ Ուրեմն սիրելիներ, շատ կարևոր է, որ մեր խոսքը եւ գործը համանուն լինեն, եւ Աստված հենց դա է մեզանից ուզում։ Երևութական չէ քրիստոնեությունը, այլ իրական ճշմարտություն է, ապրում է եւ կյանք է։ Ես ուզում եմ, որ բոլորս ունենանք այդ խիզախությունը, որ բոլորս ունենանք այդ գիտակցությունը եւ այսօրվանից սկսած անդրադառնանք մեր սխալներին, մեր մեջի ադամներին, որոնք որ մեղադրում են Եվաներին, պատկերավոր եմ ասում։ Մենք այդ Ադամին սասնենք, ասենք, որ Ադամ նախ եւ առաջ քո աչքի գերանը տես, նոր Եվայի աչքի փուշը տես։ Եվ վստահաբար մեր կյանքը պիտի վերափոխվի, մեր կյանքը պիտի դառնա ավելի քրիստոսահիմն, մեր կյանքը պիտի դառնա ավելի աստվածասեր եւ Աստված առավել մեծ քայլերով պիտի գա դեպի մեզ։ Թող Տերը օրհնի ձեզ, Աստված միշտ պահպանի ձեզ։ Հուսամ շատ չձանձրացրեցի, թեման հետաքրքիր է, հուսամ։ Շատ հետաքրքիր տվեցիք մեզ։ Թող Տիրոջ օրհնությունը ծանպարկացնի։ Իհարկե։ Հիմա աղոթենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղեցի անունքով, եկես սեարքայություն քո, եղեցին կամքով, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազով, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մենք թողunk մերոց պարտականած, եւ մի տանիրս մեզ փորձություն, այլ փրկյալ մեզ իջարեն։ Հարկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Պահպանիչ եւ հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահիր, պահպանի եւ օրհնի ազգը հայոց, եկեղեցին Հայաստան հայց։ Այստեղ ներկա հավատավոր քո ժողովրդին, ծառաների եւ աղախինների։ Պահպանիր փոխաչի զորությամբ երևելի եւ աներևույթ թշնամիներից, արժանավորիր գոյության փառավորել քեզ, որը որդու եւ սուրբ հոգանով այժմ եւ միշտ երավիթյանց հայտնից ամեն։ Օրհնյալ եղերուք իշխնված սուրբ հոգուն, երթակի խաղաղություն եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս ելեցին ձեզ ընդամենեսյանս ամեն։